1979 թվականին Վազգեն Առաջինը նախաձեռնեց հայոց այբուբենի ոսկեձույլ քանդակը։ Եվ քանի որ աշխատանքները հարթ էին ընթանում, Վազգեն Առաջինը որոշեց, որ ոսկուց եւ ադամանդներից պետք է ձուլի նաեւ խաչ։ Ֆրանսիայի Մարսել քաղաքում բնակվող մի հայ ընտանիք որոշեց, որ ամբողջ ծախսը իր վրա կվերցնի եւ կտրամադրի պահանջվող ոսկին։ Անշուշտ այս քայլը կհեշտացներ ամբողջ աշխատանքը, սակայն պետք է հաշվի առնենք, որ դա սովետական Հայաստանն էր, աթեիստների ժամանակաշրջանն էր եւ նրանք թույլ չէին տա, որպեսզի կապիտալիստական երկրից որևէ մի օգնություն հասներ խորհրդային Հայաստան։ Եվ գիտեք ինչ արեցին հայերը, դիմեցին հերթական հնարամտությանը։ Ամբողջ պահանջվող ոսկին նրանք մասնատեցին, դարձրեցին զարդեր եւ այն զբոսաշրջիկները, ովքեր Հայաստան էին գալիս, այդ զարդերը իրենց հետ բերում էին Վեհարան, հանձնում էին այնտեղ։ 70 զբոսաշրջիկ 20 կիլոգրամ ոսկին զարդերի տեսքով հասցրեցին Վեհարան։ Ոսկիները տրամադրել էին ֆրանսահայ վանեցիները։ Ով էր ասում վանեցիները ժլատ են։ Խաչի վրա օգտագործվել է 200 թանկարժեք քարեր։ Անշուշտ զբոսաշրջիկների այս ակտիվությունը հայտնի Պակը նկատեց եւ աշխատակիցներ ուղարկեց Վեհարան։ Վազգեն Առաջինը իմաստուն քայլ արեց, նա ասաց, որ ոչ միայն ոսկեկուռ խաչն է պատրաստում, այլև պատրաստելու է սովետական Հայաստանի զինանշանը, ինչը սովետական իշխանությունների սրտովն էր։ Դա Անյաս Էջն է, այստեղ ես պատմում եմ ամեն բան հայրի ու հայկականի մասին։ Միացիր։